Ողջույն, հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում շատ եմ նկատում, որ մարդկանց հորդորում են չքվեարկել փոքր ուժերի օգտին, ասելով, որ իբր այդ կերպ ձայներ եք փոշիացնելու, այդ ուժերը միևնույն է չեն անցնելու ազգային ժողով, որոշեցի անել եթերս։ Եթե դուք հետևում եք իմ եթերներին, ապա պետք է տեսած լինեք, թե ես ինչպես եմ հիմնավոր կերպով ցույց տալիս, որ այս պահին որպես ընդդիմադիր, խոշոր ընդդիմադիր ուժեր, դիրքավորված ուժերը իրականում աջակցում են, եթե չասեմ ծառայում են Նիկոլ Փաշինյանին։ Հետևաբար, մարդկանց մեծամասնությունը, ինչպես կար չկողմնորոշված, այնպես էլ շարունակում է մնալ։ Այդ չկողմնորոշված մարդիկ, ովքեր ցանկանում են գնալ ընտրություններին, եւ նրանց ասում են, որ մի գնացեք, քանի որ եթե դուք գնաք եւ քվեարկեք որևէ փոքր ուժի օգտին, ապա դա միևնույն է փոշի անալու է եւ արդյունքում դուք օգնելու եք Նիկոլ Փաշինյանին, այդ մարդիկ գերադասում են չգնալ ընտրություններին։ Հիշեք, եթե դուք չեք գնում ընտրություններին, միևնույն է հաղթում է Նիկոլ Փաշինյանը եւ այն 3 խոշոր ընդդիմադիր ուժերը։ Ինչու՞, որովհետեւ ընտրողներին մոբիլիզացնելու հնարավորություն ունեն միայն իրենք։ Այսինքն իշխանությունը կարող է մոբիլիզացնել ընտրողներին եւ մյուս կողմից այն ընդդիմությունը, որը որ ունի ռեսուրսներ, այսինքն փող։ Հետևաբար, եթե դուք ունեք նախընտրելու փոքր ուժ, օրինակ ես որպես իշխանությանը վերահսկող ուժ, որը կարծում եմ լավ կլինի, որ լինի ազգային ժողովում, ՀԱԿ-ին եմ դիտարկում այս պահի դրությամբ, ինչ որ չափով նաև միասնության թևերին, բայց ավելի շատ ՀԱԿ-ին։ Դուք կարող եք դիտարկել մեկ այլ ուրիշ փոքր ուժի, անպայման գնացեք եւ ընտրեք այդ ուժին, քանի որ եթե դուք կարծում եք, որ այդ ուժը հնարավորություն չունի եւ չեք գնում ընտրությունների, հենց այդ ձևով է այդ ուժը դուրս մնում ազգային ժողովից։ Գնացեք եւ պարտադիր քվեարկեք այն ուժին, որին որ դուք ինքներդ եք ցանկանում քվեարկել։ Ուշադրություն մի դարձրեք այն մանիպուլյացիաներին, որ միևնույն է ձեր ձայնը փոշի անալու է։ Քվեարկեք փոքր ուժերին, հնարավորություն տվեք այդ ուժերին, քանի որ այս ընտրություններում գոնե թե մենք պետք է վերջապես կարողանանք որպես հասարակություն գիտակցել, հասկանալ, որ մենք չպետք է քաղաքական կուսակցություններին ընտրենք, վստահենք նրա համար, որ նրանք իշխանություն են կամ որ փող ունեն։ Ոչ, նայեք մարդկանց նախընտրական ծրագրերը կուսակցությունների, լսեք, ինչ են խոսում, փորփրեք եւ գթեք, եթե ինքներդ ժամանակ չունեք, կարող եք հետևել, չգիտեմ, ինձ կամ ուրիշ լրատվականների, վերլուծաբանների, ովքեր ներկայացնում են, թե այդ մարդիկ ովքեր են, ինչ կենսագրություն ունեն, ինչ հետագիծ ունեն, ինչ են արել իրենց կյանքում։ Գտեք այն ուժին, որին դուք վստահում եք։ Ամենևին պարտադիր չէ, որ այդ ուժը լինի խոշոր ընդդիմություն կամ իշխանություն։ Դա կարող է լինել փոքր ուժ։ Գնացեք ընտրություններին եւ անպայման ձայն տվեք այդ ուժին։